Ընդհանուր առմամբ նույնիսկ եթե այս գործիքների կիրառման միջոցով Նիկոլ Փաշինյանը կարողանա հասնել սահմանադրական հանրաքվեի անցկացմանը, իմ կարծիքով այդ պարագայում նույնիսկ դժվար է լինելու հասնել իրենց համար ցանկալի արդյունքին, որովհետև սահմանադրական հանրաքվեի դեպքում այնուամենայնիվ այս տիպի բևեռացում եւ այս տիպի հրատապություն չի լինելու, այսինքն եթե հիմա մարդկանցից շատերը գնացել են կոնկրետ ինչ որ ուժի դեմ քվեարկելու եւ դրանով նաեւ կարելի է բացատրել այս բարձր մասնակցությունը, օրինակ գնացել են քվեարկել Նիկոլ Փաշինյանին, որ ինչ որ ռուսական ուժեր չգան իշխանության կամ գնացել են այդ ռուսական ուժերին քվեարկել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, ապա համանդրության պարագայում շատ ավելի դժվար է լինելու այդ հրատապության զգացողությունը փոխանցել հասարակությանը եւ ընդհանուր առմամբ կարծում եմ դա նաեւ բավականին ոչ պոպուլյար օրակարգ է լինելու նույնիսկ այն մարդկանց մի մասի համար, ովքեր քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին